Ամռանը Երևանում ոչ միայն շոգ, այլ նաև թեժ է լինելու։ Հունիսի 1-ից մեկնարկում է Երևանյան ամառ 2015, տարվա թերևս ամենաաշխույժ եռամսյակը մայրաքաղաքում։ Երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում ամառը երևանյան է, մշակութային, ժամանցային ու առողջապահական ընդգրկուն ծրագրով։ Մանրամասները ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Ավանդական դարձած ու նորույթ շուրջ 60 միջոցառումներ, փառատոններ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցումներ, ինչպես նաև պետական, հոգևոր, ազգային ու միջազգային օրացուցային տոներ ու օրեր։ Ծրագրի գրեթե բոլոր միջոցառումները բացօթյա են, հանգստի վայրերում, զբոսայգիներում, պուրակներում, հրապարակներում։ Երևանում եւ որևէ ցանկացած քաղաքում կարծում ենք, որ մշակութային մթնոլորտի բաղկացիչ է հանդիսանում բացօթյա միջոցառումների ցանկը ու շատ ավելի լայն հանրույթ է կարողանում մասնակցություն ունենալ, շատ ավելի տոնական է լինում, շատ ավելի համախոհ եւ ուրեմն հետաքրքիր։ Երևանյան ամառ 2015-ի առաջին օրը Երևանը փոքրիկների համար խորագրով է։ Օրվա տասնյակ միջոցառումները ըստ ժամանակացույցի սկսվելու են ժամը 10-ին։ Մանկական երկաթուղում եւ հաղթանակ զբոսայգում մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում է 3-ից 4 ժամ։ Հունիսի 1-ի միջոցառումները, համերգներ, փոքրիկ փառատոն, հաղթանակ զբոսայգում շարունակվելու են մինչ 22:00-ի մեծ հրավառությունը։ Ազատության հրապարակում ժամը 11-ից 15 կավճանկարչություն, մարզական տոնահանդես, սպորտային մրցումներ են լինելու, տոնական մանկական համերգ, խաղեր։ Օրվա ամենամեծ իրադարձությունը թերևս հիմնանորոգված ու արդիականացված կենդանաբանական այգու տարեշրջանի բացումն է 14:00-ին։ Երևանի կենդանաբանական այգին այս տարի կներկայանա լիովին նորովի, որտեղ բավական լուրջ աշխատանքներ են տարվել եւ տարեշրջանին ինչպես կենդանական աշխարհի առումով կլինեն նորություններ, այնպես էլ դուք կարծում եմ մի շարք անակնկալներով լեցուն օրվա մեջ կհայտնաբերեք նոր երթուղի կենդանաբանական այգում եւ այն իսկապես էական փոփոխություն է կրել դրականաբար դեպի դրականը եւ մենք հավակնություն ունենք այն դարձնելու տարածաշրջանի լավագույն կենդանաբանական այգին, շատ լուրջ ջանք եւ ուրեմն նվիրում պահանջող այս գործը կարծում եմ առաջին փուլը հաղթահարված է, երկրորդ փուլը կսկսվի ուրեմն աշնանից եւ հաջորդող տարում մենք կունենանք ավարտուն, լիովին արդեն ավարտուն այն նախագիծը, որը նաեւ Երևանի քաղաքապետի նախընտրական ծրագրի բաղկացիչ խոստումն էր։ Հունիսի 1-ին մի շարք այլ միջոցառումներ են անցկացվելու։ Կեսօրից մինչ 15:00 Հյուսիսային պողոտայում կերպարվեստի բաց դաս է լինելու մանուկների համար։ 16:00-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում լուսանկարչական անհատական ցուցահանդես է բացվելու։ 20:00-ից 22-ը Կարապի լճում մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն է, Ռեանիմանիա փառատոնի հետ համատեղ կազմակերպած։ Երևանյան ամառի ծրագրի շրջանակներում բազմաթիվ գործընկերներ, մասնավոր ձեռնարկություններ, հասարակական կազմակերպություններ իրենց ներդրումը ավանդ ունեն եւ սա լավ ուրեմն ավանդույթ է սկսում ձևավորվել նախաձեռնություններին, երբ միանում են այլ կազմակերպություններ ու մարմիններ եւ այս առումով կարծում եմ որ շատ ավելի հետաքրքրական է, երբ ուրեմն մասնավորն է նաև իր մասնակցությունը կարողանում բերել։ Գործակցային միջոցառումներում կան եւ նորերը եւ ծրագրի ավանդականները, ինչպիսին է օրինակ ֆրեսկո արդիարվեստի եւ հոգեվոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը, որն անցկացվում է Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ։ Փառատոնը հունիսի 27-ից 30-ն է, կրկին Կարապի լճի բացօթյա էկրանի շուրջ։ Փառատոնին ներկա կլինեն տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ովքեր նաև ժյուրիի անդամներ կլինեն։ Ֆրեսկոյի փակման հաջորդ օրը Կարապի լճի էկրանին նորից նոր ֆիլմեր կլինեն։ Ոսկե ծիրան 12-րդ կինոփառատոնի ֆիլմերից։ Երևանյան ամառ 2015-ին բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված վարչական շրջաններում, հատկապես մեծ զբոսայգիներում։ Բազմաթիվ այգիներ վերականգնվում են, վերանորոգվում, բարեկարգվում, հանձնվում երևանցիներին այս կամ այն վարչական շրջանում, այնինչ անհրաժեշտություն կա, որ վարչական շրջաններում նույնպես լինեն մշակութային ծրագրեր, ավելի հոգ տանելով նաև այգու նկատմամբ առավել սիրելի դարձնելու տվյալ այգին եւ այստեղ է որ բոլոր վարչական շրջանները ձեռնամուխ են եղել նաեւ իրենց համար կոնկրետ օրեր ֆիքսած դուք տեսնեք բուկլետում թե որ վարչական շրջանը որորն է հատկապես իր միջոցառումն անում իր մոտ վերաբացված
կամ վերանորոգված այգում, պուրակում։ Ծրագրի մարզական միջոցառումները նախատեսված է անցկացնել հունիս եւ հուլիս ամիսներին։ Տարբեր մարզաձևերից անցկացվող բակային երևանյան առաջնությունները կամփոփվեն օգոստոսի 3-ին։ Ամռանը Երևանում սպասեք հին ու նոր տասնյակ փառատոնների՝ Գարեջրի, Ձմերուկի, Հացը լեռներում տոնացիսական փառատոն, Համով հոտով Երևան խորագրով Ուրֆա վերածնված արժեքներ ազգային տարազների ցուցադրություն, Երևանյան շեփորներ երաժշտական բացօթյա փառատոն, Երևան տարազ ֆեստ փառատոն եւ այլն։ Նույնքան բազմազան է լինելու նաեւ ցուցահանդես ցուցադրությունները։ Երևանյան ամառ 2015-ի օգոստոսին մեծ նորույթ է սպասվում։ Հյուրախաղերով Երևան է ժամանելու Սանկտ Պետերբուրգի Շապիտո իմպերիալ կրկեսը։ Թանգարանային Երևանը հունիսի 1-ից օգոստոսի 31-ն է։ Յուրաքանչյուր շաբաթ օր անվճար է լինելու մուտքը Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններ՝ Երևանի քաղաքի պատմության թանգարան, Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան, Կարեն Դեմիրճյանի թանգարան, Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ։ Այս տարի եւս Երևանյան ամառը ունի առողջապահական բաղադրիչ։ Օգոստոսը մեկնարկելու է Ավելի առողջ Երևան 15-օրյա ակցիայով, որի ընթացքում կիրականացվեն սիրտանոթային հիվանդությունների հետ կապված հետազոտություններ Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հիմնարկների ներգրավվածությամբ։ Երևանյան ամառ 2015-ը ամփոփվելու է օգոստոսի 31-ին Կարապի լճի հարակից տարածքում ցտեսություն ամառ խորագրով եզրափակիչ համերգով։